Շնորհակալություն պատվարժան դատարան, ես նույնպես ներկայացնեմ ուղղակի ջերմիսի գրավոր տարբերակներ, որպեսզի հնարավորություն ունենանք ավելի հակիրճ ներկայացնելու մեր պատճառաբանությունները։ Պատվարժան դատարան, դատավարության այգերի մասնակիցներ, ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և Սեչա Կարոստանյանի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննությունը, որի կապակցությամբ ներկայացնում ենք մեր եզրափակիչ ելույթը։ Սույն քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները իրենց ամբողջությամբ չեն հաղթահարում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական շերտը, իսկ դատախազի պնդումները կրում են ենթակայական բնույթ, հիմնված նախնական չստուգված տվյալների վրա, դրանք չեն կարող դիտվել որպես պատշաճ և բավարար հիմք մեղադրյալներին վերագրված մեղադրանքների ապացուցված լինելու կամ հաստատված լինելու համար։ Պատվարժան դատարան մեր կողմից բազմիցս սույն դատավարության ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր, քրեական գործը հարուցվել է քրեական դատավարության էական կոպիտ խախտումներով, խախտվել են քննչական ենթակայության օրենքով սահմանված կանոնները, իմպերատիվ կանոնների միջայլոց, Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի անձեռնխելությունը սահմանված կարգով հաղթահարված չլինելու պարագայում խախտվել են Գագիկ Ծառուկյանի իրավունքները, նրա նկատմամբ կիրառվել են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությանը խորտ մեթոդները, մինչև ականատես են եղել, այսպես ասած, բերման ենթարկելու պրոցեսի, այն ժամանակ, երբ պարոն Ծառուկյանը ազգային ժողովում դեռ ավարտեց իր ելույթը և հայտարարեց, որ պայմանավորվածության համաձայն մեկնում է ԱԱԾ քննչական մարմին քննությանը մասնակցելու համար, այդ տեսակրությունները ամբողջ համացանցը ողողված է տեսակրություններով, բոլորն էլ ականատես են եղել, որ պարոն Ծառուկյանին հենց ազգային ժողովի բակում դիմավորեցին ԱԱԾ աշխատակիցները այն ժամանակ, իդեպ պատվարժան դատարան, երբ որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ-ում դեռ այդ քննարկումները շարունակվում են և պարոն Ծառուկյանը փաստացի այդ ժամանակ զրկված չէր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ինչպես նաև նրա բնակարանում կատարված խուզարկության փաստով նաև խախտվել են նրա իրավունքները, այսինքն պատվարժան դատարան ի սկզբանե այս գործը կառուցվել է քրեական դատավարության օրենքով սահմանված արգելքի կոպիտ խախտումներով, բայց դրա մասին մանրամասն չեմ անդրադառնա, քանի որ դատարանում մենք միջնորդությունները ներկայացրել ենք և դատարանի դիրքորոշումը դրա վերաբերյալ մեզ հայտնի է, այնուամենայնիվ մեր եզրափակիչ ճառում դրա մասին մանրամասն վերլուծությունները առկա են ու կարծում եմ, որ դատարանը վերցիկ կայացնելուց առաջ ևս մեկ անգամ մանրակրկիտ պետք է ուսումնասիրի պաշտպանական կողմի այդ մասով ներկայացված հիմնավորումները և պատճառաբանությունները, նաև հղումները իրավական ակտերի։ Այսպես պատվարժան դատարան։ Ի սկզբանե այս գործի նախաքննությանը ներգրավված են եղել 100-ից ավել քննիչներ ԱԱԾ-ի և քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից, որոնք հարցաքննել են հազարավոր քաղաքացիների ու վերջում ինչ պատկեր ունեցանք մենք, երբ որ գործ ուղարկեցին դատարան, ընդամենը բազմաթիվ հատորներից ընդամենը 8 հատոր գործ և այդ գործով ինչ-որ փաստաթուղթ իմ համար ոչ թե փաստաթուղթ, այլ հայտնաբերված ինչ-որ անհայտ ծագման թղթեր ու ընդամենը դատակոչվեցին 5 վկաներ, որոնցից որևէ մեկը պարոն Ծառուկյանի վերաբերյալ մեղադրող կամ պարոն Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել, ավելի նրանցից 4-ը առհասարակ պարոն Ծառուկյանին երբևէ չէին ճանաչել նաև։ Այս բավականին տևական դատաքննության ընթացքում կարծում եմ, որ բոլորի, այդ թվում նաև դատարանի համար ակնհայտ է, որ սույն գործով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները խոսում են Գագիկ Ծառուկյանի արդարության և այս գործի ծայրահեղ անհիմն և ապօրինի լինելու վերաբերյալ։ Ինչ կատարվեց դատաքննության ընթացքում։ Դատարանը մեզ ի սկզբանե հայտնել է, որ մենք մեր եզրափակիչ ելույթներում կարող ենք հղում կատարել միայն դատաքննությամբ հետազոտված ապացույցների վրա, հետևաբար ես չեմ
տարածվի այլ ուղղություններով եւ կներկայացնեմ դատաքննության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Դատաքննության ընթացքում հրապարակվեցին Երևանში փոխընկերությունում դեռևս 05/02/20 թվականին կատարված ուզարկությամբ հայտնաբերված իմ համար առնվազն անհայտ ծագման փաստաթղթեր, որոնք վարույթ իրականացնող մարմնի գնահատմամբ վկայել են ենթադրյալ ընտրակաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ նոր հանցագործության մասին։ Եթե ուշադրություն դարձնենք պատվաբան դատարան Վազգեն Պողոսյանի 06/02/20 թվականի ցուցմունքին, ապա այնտեղ հստակ քննիչը վերջին հարցադրումը կատարում է այսպես, որ հայտնաբերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել են ընտրողների ձայները գնելու վերաբերյալ հանգամանքներ, որի դեպքում, եթե այդ ժամանակ արդեն այդ ամեն ինչը պարզվել էր ու քննիչը հարցադրումը կատարել է, որի դեպքում վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է նոր քրեական գործ հարուցել կամ ուսումնասիրության զրույցության հիման վրա այդ կապակցությամբ 10 օրվա ընթացքում նախապատրաստել նյութեր եւ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, ինչը որ տեղի չի ունեցել։ Ողջամտորեն ենթադրելի է, որ այդ փաստաթղթերը, ոնց մենք ենք հիմա վերաբերում, որ անհայտ ծագման անհիմն որևէ բանի մասին չխոսող փաստաթղթերի, այդպես էլ վարույթ իրականացնող մարմինն է այդ կարծիքն ունեցել այդ փաստաթղթերի մասին, բայց դրանից հետո ժամանակների բերումով, հանգամանքների բերումով այդ փաստաթղթերը նորից ի հայտ եկան 4 ամիս անց։ Չգիտես ինչու պահել էին 4 ամիս, հետո 4 ամիս անց այդ փաստաթղթերը պարոն Ծառուկյանի հայտնի ելույթից հետո ի հայտ եկան արդեն սկսված հետապնդումների համատեքստում։ Դատարանում մեղադրողի կողմից հրապարակված այդ թղթերից ակնհայտվում է, որ դրանք կապ չունեն Գագիկ Ծառուկյանի հետ եւ որևէ կերպ չեն հիմնավորում պարոն Ծառուկյանի առնչությունում նշված դեպքին։ Այստեղ նաեւ խնդրում եմ ուշադրություն։ Գագիկ Ծառուկյանի պահանջով չի այդ փաստաթղթերը կազմվել։ Գագիկ Ծառուկյանին չեն տրամադրվել այդ փաստաթղթերը։ Ավելին, Գագիկ Ծառուկյանը նշված ընտրություններից հետո նույնիսկ չի էլ հանդիպել Վազգեն Պողոսյանի հետ։ Դրա մասին խոսել է Վազգեն Պողոսյանը, դրա մասին խոսել է պարոն Ծառուկյանը, որ այդ ընտրություններից հետո նրանք առհասարակ որևէ հանդիպում չեն ունեցել։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան դատակոչված վկաների, նրանց թե դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների, թե հրապարակված ցուցմունքների մասին մենք կարող ենք ինչ ասել, ցույց տվեք, հարց կարող ենք բարձրացնել։ Եղել է հրապարակային դատաքննություն, անցինք հրապարակային դատաքննության ընթացքում հարցադրվել են, հիմա հարց առաջանում, ցույց տվեք այն ցուցմունքը, այն նախադասությունը, այն բառակապակցությունը, որը վկայում է, որ Գագիկ Ծառուկյանը կապ ունի մեղսագրված արարքի հետ։ Տվեք այն նախադասությունը, ցույց տվեք այն նախադասությունը, որը կարող ենք համարել, որ ուղիղ Գագիկ Ծառուկյանին մեղադրող ցուցմունք է կամ առնվազն Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք է։ Չէ՞ որ այդ մարդիկ դատարանում հրապարակային դատաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել։ Ավելին 5 դատակոչված վկաներից 4-ը վկաները Աքսել Անդրանիկյանը, Վարդանիկ Կիրակոսյանը, Գյուլնարա Մուրադյանը եւ Ռուբեն Մուրադյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանին չեն էլ ճանաչել ու իրենց պնդման միայն տեսել են հեռուստատեսությամբ։ Անձամբ երբևէ որևէ շփում պարոն Ծառուկյանի չեն ունեցել։ Ու դատարանում էլ առհասարակ մեղադրանքին վերաբերելի մի նախադասություն չեն ասել։ Հիմա իմ համար օրինակ զարմանալի է, թե կոնկրետ պարոն Ծառուկյանի մասով այդ անձին ինչ են դատակոչվել կամ այդ մարդկանց տրված ցուցմունքները ինչ պետք է ապացուցեին այս դատաքննության ընթացքում։ Մեղադրողը առանձնահատուկ նշանակություն տվեց Վազգեն Պողոսյանի ցուցմունքներին, մենք նույնպես ցանկանում ենք անդրադառնալ այդ ցուցմունքներին։ Հիմա այդ հարցը քիչ առաջ հնչած, հիմա էլ եմ ուզում տալ, թե նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների, թե դատարանում ցուցմունք, հայտարարություն, ոնց ուզում եք կոչեք այդ ամեն ինչը, մարդու դիրքորոշումը առհասարակ այս գործի վերաբերյալ։ Ցույց տվեց այն
կողը էլ նախադասում է, որտեղ որ Վազգեն Պողոսյանը խոսում է առհասարակ ընտրակաշառքի մասին կամ կարող ենք այդ հատվածը ցուցմունքի գնահատել որպես պարոն Ծառուկյանի դեմ տրված ցուցմունք։ Հիմա պատվարժան դատարան, այստեղ ցուցմունքների բովանդակությունը ես էլ չեմ ուզում հրապարակել, քանի որ արդեն հատվածաբար մեր գործընկերը դրան անդրադարձավ, բայց շատ կարևոր է անդրադառնալ Վազգեն Պողոսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած առերես հարցաքննության մասին, առերես հարցաքննությանը, տեսեք, պատվարժան դատարան։ Մեղադրանքի կողմի իր ճառում հիմնական շեշտադրումը կատարել է Վազգեն Պողոսյանի Գագիկ Ծառուկյանի հետ առերեսումից հետո տված լրացուցիչ հարցաքննության արձանագրված տեղեկություններին, իմ համար զարմանալի է, որովհետև ըստ էության երկու անձանց տրված ցուցմունքների մեջ, չգիտեմ, դրանց արժանահավատությունը ստուգել է, դրանց մեջ հակասությունները, եթե առկա են պարզելու հիմնական ու ընդունված հայտնի ձևերից մեկը առերես հարցաքննությունն է, որը կազմակերպվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից։ Առերես հարցաքննության ժամանակ հարցաքննությունը տեղի է ունեցել քրեական դատավարության սահմանված կարգով և ընթացակարգերով։ Այստեղ մեր հարգելի գործընկերը հանրային մեղադրողը նշել է, որ առերեսումից հետո տրված ցուցմունքով Վազգեն Պողոսյանը մասնավորապես նշել է, թե իբրև հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, նրա հետ առերեսվելը հեշտ չի եղել և այդ պատճառով իր կողմից օգտագործված որոշ բառերում կարող են լինել շեղումներ, ի դեպ նշել է նաև, որոնք իր կարծիքով իմաստային տարբերություն չեն արտահայտում։ Հիմա եկեք մի պահ հասկանանք, էլի, պաշտպանության կողմը նախ արձանագրում է, որ Վազգեն Պողոսյանի տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ ներկա է եղել նաև Վազգեն Պողոսյանի փաստաբանը, ներկա են եղել պարոն Ծառուկյանի փաստաբանները։ Ու ես համոզված կարող եմ պնդել, եթե այդ հարցաքննության ընթացքում նույնիսկ մթնոլորտը մի թեթև չի տա, անպայման ու աներկա քննիչը այդ հանգամանքին կանդրադառնալ, կարձանագրել ու նույնիսկ դրա արդյունքում կառաջանային որոշակի հետևանքներ։ Բայց ես շարունակում եմ պնդել, որ առերեսումը անցել է պատշաճ իրավական ընթացակարգերով, պատվարժան դատարան, հարցադրումները եղել են հստակ, պատասխանները լսել են։ Այլ բան է, եթե վարույթ իրականացնող մարմնին այդ պատասխանները չէին գոհացվել, ու արդեն դրանից հետո կարող ենք մենք մի բան էլ քննարկել, ինչ է նշանակում, եկեք այդ էլ քննարկենք, էլի, ինչ է նշանակում առերես հարցաքննությունից հետո Վազգեն Պողոսյանին պահել քննչական մարմնում, րոպեներ անց հարցաքննել ոչ թե գործի հանգամանքների վերաբերյալ, այլ առերես հարցաքննության վերաբերյալ։ Մի հատ էլ Վազգեն Պողոսյանը այդ առերես հարցաքննությունը մեկնաբանի լրացուցիչ հարցաքննության։ Ես դրա մասին իմ հետևությունները ունեմ, թող եմ դատարաններ ուսումնասիրի այդ տևողությունը հարցաքննությունների, առերես հարցաքննության ու Վազգեն Պողոսյանի լրացուցիչ հարցաքննության, դրանց միջակայք տարբերությունը ժամանակային առումով, այսինքն մեր առերեսումից հետո մեր ճանապարհել են, Վազգեն Պողոսյանին պահել են լրացուցիչ մեկնաբանություններ տալու։ Բայց այստեղ խնդիրը ո՞րն է եղել։ Խնդիրն եղել է այն, որ վարույթ իրականացնող մարմինը այդ առերես հարցաքննությունից հետո հասկացել է, որ ի սկզբանե ապօրինի ու անհիմն քրեական գործը առերեսումից հետո արդեն փլվել է։ Դրա համար իրավիճակային ինչ-որ լուծում է գտել, այդ հարցաքննությունը կազմակերպել է, որպեսզի փորձի, չգիտեմ, մի քիչ փոխաբերական իմաստով ասած, արհեստական շնչառությամբ այդ գործը փրկի։ Հիմա չնայած որ, երբ որ ծանոթանում ենք լրացուցիչ հարցաքննության հետ, մենակ որ ասում է պարոն Ծառուկյանի հեղինակությունը հաշվի առնելով նրա այդքան էլ հեշտ չի առերեսվելը, էլի որևէ հանգամանք մեղադրանքին վերաբերող չի հայտնում Վազգեն
Պողոսյանը, այսինքն պարոն Ծառուկյանի մեղադրող, պարոն Ծառուկյանի դեմ որևէ հանգամանք Վազգեն Պողոսյանը չի հայտնել։ Պատվարժան դատարան, գործով ձեռք բերված փաստական տվյալներով չեն հաստատում ենթադրություններ առայլ, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն ունի առաջադրված մեղադրանքի և փոս չի կարող լինել հիմնավոր կասկածի մասին։ Անկողմնակալ դիտորդի մոտ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հնարավոր չէ ողջամիտ ենթադրություն առաջացնել, Գագիկ Ծառուկյանը ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, դրա կազմում ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին տվել է կաշառք։ Առաջադրված մեղադրանքով Գագիկ Ծառուկյանի կողմից արգելված արարք կատարելու մեղավորության մասին հետևությունները հիմնված են նախաքննության մարմնի ենթադրությունների վրա, դրանք հաստատված չեն գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այդպիսի ապացույցների բացակայության պայմաններում վարույթ իրականացնող մարմինը փորձել է այդ բացերը լրացնել մեղադրանքի ընդհանրական նկարագրմամբ և կամայական քրեական գործի նյութերից չբխող անհիմն մեկնաբանություններով։ Հետագայում բազմաթիվ 100-ից ավել քննիչների ներգրավմամբ ավելի քան 2 տարի 7 ամիս տևած նախաքննության, որի ընթացքում հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք և մոտ 3 տարի տևող դատաքննությամբ չի հաստատվել Գագիկ Ծառուկյանի առնչությունում իրեն մեղսադրվող արարքին։ Այստեղ շատ կարևոր հանգամանքներ եմ ուզում մատնանշել, պատվարժան դատարան, բոլորս հիշում ենք, որ դատարանը որոշում կայացրեց գործի նյութերը պահանջելու վարույթ իրականացնող մարմնից, մենք համոզված, հիմա էլ ես համոզված պնդում եմ, որ անջատված մասում առկա են բազմաթիվ ապացույցներ մեղադրանքի հերքով, պարոն Ծառուկյանի մեղքը բացառող և դա է պատճառը, որ այդ բազմահատոր գործից մեզ հասու դարձավ ընդամենը 7 կամ 8 հատորը ու այս պահին այն ժամանակ էլ հիմա էլ իմ համար անհասկանալի մնաց, թե ոնց է հնարավոր, որ դատարանի օրինական չվերացված որոշումը պատկան մարմինները չեն կատարում։ Դատարանը որոշում է կայացնում պահանջել նյութեր, ու այդ նյութերը մինչ օրս դատարանը չի ստացել, դա իմ կարծիքով պաշտպանական կողմի դեմ այնքանով, որ մեզ արդարացնող ապացույցները չեն ցանկանում մեզ հասանելի լինեն, թե ինչ մեսիջ է դա դատարանին, արդեն ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ ըստ էության դա ինչքան պաշտպանական կողմի դեմ է, այնքան էլ դատարանի, որ դատարանի օրինական որոշումը պատկան մարմինը չի կատարում։ Մենք գիտենք, թե ոչ մի բանի վրա չենք կարող զարմանանք, բայց ամեն անգամ մի բան լինում է, դրա վրա էլի զարմանում ենք։ Տեսեք, պատվարժան դատարան, մի շատ կարևոր հանգամանքներ եմ ցանկանում անդրադառնալ, մինչ գործը դատարան ուղարկել է, վարույթ իրականացնող մարմինը, եթե չեմ սխալվում, առնվազն 2 անգամ պաշտպանական կողմին Գագիկ Ծառուկյանին առաջարկել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն պարոն Ծառուկյանը չի ընդունել այդ առաջարկը, չի համաձայնել այդ առաջարկի հետ, առարկել է այդ սահմանված կարգով գործը կարճելու հետ, այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը բազմիցս թե իր ցուցմունքներով, թե իր հրապարակային ելույթներով հայտնել է, որ մեղադրանքը ամբողջությամբ ապօրինի է, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանական կողմը իր եզրափակիչ ելույթով ևս մեկ անգամ վերստին վերահաստատում է իր դիրքորոշումն առայն, որ իրականությանը չի համապատասխանում, որ Գագիկ Ծառուկյանը որևէ ընտրողի կաշառք է տվել կամ նման նպատակի ունեցել։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ համակիրների մասնակցությամբ ստեղծել է և ղեկավարել է հանցավոր խումբ։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ հանցավոր խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված հանցավոր խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ։
իրականությանը չի համապատասխանում այն, որ անձամբ կամ իր խնդրանքով որևէ այլ անձ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 18194 քվեի համար որպես կաշառք տվել է ընդհանուր 171,940,000 ՀՀ դրամ։ Ամենամեծ զավեշտը հենց այս մեղադրանքի։ Ու մի հատ էլ տրամաբանականը, եթե նման բան կա, ընտրություններից հետո պարոն Ծառուկյանը ոչ Վազգեն Պողոսյանին հանդիպում է, ոչ քննարկում ամենու։ Լավ, այդ ողջամտության սահմանը պետք է ինչ-որ մի տեղով անցնի, կամ հարց տամ, ողջամտության սահման արդյոք գոյություն ունի, թե ոչ։ Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարությունը որոշելու հարցին պատվարժան դատարան Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ գործով 14 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ մի ընդամենը հատված, այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատարանություն մեղքի հարցը լուծելիս, որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշը, ընդ որում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշ ասելով պետք է հասկանալ փաստական տվյալների ապացույցների այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Հիմա այս ապացույցները, որ մենք տեսանք, լսեցինք, ընկալեցինք, հակառակի ողջամիտ հավանականությունը բացառում է, թե ոչ, իհարկե ոչ։ Այլ խոսքով մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։ Հիմա մենք ունեցանք 4 վկա, ովքեր առհասարակ պարոն Ծառուկյանի չեն շփվել, որևէ կերպ չեն հարաբերվել, առհասարակ չեն ճանաչել, տեսել են մեր հեռուստատեսությամբ, Վազգեն Պողոսյանի ցուցմունքները հրապարակվեցին մեր կարծիքով անհիմն, բայց այնուամենայնիվ անդրադառնանք, որևէ կապ չունի պարոն Ծառուկյանի մեղադրանքի հետ, առայլս հարցաքննությամբ առավել ևս հերքվել է պարոն Ծառուկյանի առնչությունը իրեն մեղսագրված արարքին, հիմա մենք ասում ենք, որ այս համատեքստում նաև պատվարժան դատարան դուք անհրաժեշտ է, որ դիտարկեք այդ ապացույցների արժանահավատությունը, ես փորձեմ ավելի հակիրճ, որպեսզի գործընկերս էլ ժամանակ ունենա, պատվարժան դատարան ըստ էության վերլուծելով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության գործի համար բավարարության տեսանկյունից համակողմանի լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին ամուսնան բոլոր կասկածները մեկնաբանելով նրա օգտին պաշտպանության կողմը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը ապացուցված չէ, հետևաբար պետք է ճանաչել և հռչակել նրա անմեղությունը մեղսագրված ենթադրյալ արարքը կատարած չլինելու հիմքով։ Եվ ես դատարանին խնդրում եմ, պատվարժան դատարան հանդես չգալ մեղադրանքի կողմում և արտահայտել իրավունքի շահերը, գործող քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի համաձայն քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումի ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Վերը նշվածի հիման վրա խնդրում եմ կայացնել արդարացման վերձից, ճանաչելով և հռչակելով Գագիկ Ծառուկյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում։ Շնորհակալություն։